Գարնանային ռուլետ տիրամիսու ելակով պատրաստվում է ընդամենը 10 րոպեում։ Նախ լավ լվանում ենք ելակները, կտրտում այնպես ինչպես ցույց եմ տալիս և շարում յուղաթղթի վրա։ Սավոյարդի տեսակի թխվածքաբլիթները թաթախում ենք կաթի մեջ և շարում ելակների վրա, այսպես։ Այս բաղադրատոմսում անգամ կրեմն է շատ հեշտ պատրաստվում, ուղղակի միասին լավ խառնում ենք կրեմ-չիզ տեսակի պանիրը թթվասերի և շաքարի փոշու հետ, պատառաքաղի օգնությամբ։ Երբ կրեմը պատրաստ է, այն տարածում ենք սավոյարդի թխվածքաբլիթների վրա և արդեն յուղաթղթի միջոցով փաթաթում ենք մեր ռուլետը։ Ընթացքը բավականին հեշտ է, վստահ եմ, որ ձեր մոտ էլ կստացվի։ Տեղափոխում ենք սառնարան և արդեն կարող ենք մատուցել։ Շատ փափուկ, շատ գարնանային և համեղ ռուլետ է ստացվում, անպայման փորձեք, վերջ։